Բարև ձեզ, ես Գոռն եմ, բնապահպանի տուն նախաձեռնության ղեկավարը։ Այս վերջերս խոսում էինք ծառահատումների մեծ քանակի մասին, բայց չգիտենք, թե ինչ է իրականում դրա տակ թաքնված, որովհետև մի կիլոմետր վերև շատ ավելի վատ ու շատ ավելի սարսափելի վիճակներ էր։ Խոսացինք, որ ամենայն հավանականությամբ 100, մի քիչ ավել, այդ տարածքում կա, այդ տարածքը նայեցինք, հաստատեցինք, որ կա։ Հիմա եկեք խոսանք դրան, իսկ մի քիչ վերև արդեն 200-ից ավել ծառահատումների մասին ու նորից ավիրված անտառների։ Դուք 202 մի պատկերացրեք, դուք ուղղակի տարածքը մասշտաբը պատկերացրեք, այն անտառի այն բնության, որը ավիրվել է, որը մենք բոլորս ունենք ու չունենք հիմա էլ։ Ինչ-որ մեկը տեղից գումար է աշխատել, մեկը կամ 3-ը կամ 4-ը։ Հիմա հարց մեր պետության է, неужели ամբողջ պետական ռեսուրսներով, ոստիկանությունով, ազգային անվտանգությունով, քննչական ծառայությունով ու այն ամեն ինչով, ինչի համար մենք գումար ենք վճարում, որ դուք աշխատավարձ ստանաք, դուք չեք կարողանալու ի վիճակի չեք, գիտելիքներ ու փորձ չունեք, որպեսի մի քանի չատլախների, մի խումբ ինչ-որ խլենքոտ ոչխարների, ովքեր իրենց կյանքում դրուժբա բռնելուց բացի ուրիշ բան չգիտեն, չեք կարողանալու սրանց բռնեք ու պատժեք։ Ու ամենայն հավանականությամբ չեք կարողանալու։ Ինչի ես, իմ ընկերները, կամավորներ, մեր աշխատանքային ժամերը թողած ուրիշ գործով զբաղվելուց բացի, պիտի զբաղվենք սրանով, բայց սրա փոխարեն 100-անոց մարդկանց խմբեր, ովքեր սրանց մասնագետներն են ու գումար են աշխատում, չպետք է կարենան այս ոճի իրականացնողներին, մեր երեխեքի դաժե նույն համբալները, ովքեր այս անտառը թալանել են, իրանց իսկ երեխեքի ապագան վնասողներին չպետք է կարողանան բռնեն ու պատժեն, համապատասխան պատասխանատվության ենթարկեն հարյուրավոր քննիչներ, ոստիկաններ ու ուժային ուրիշ կառույցներ, ախր կողքից նայում ես պարզ հասկացվում ով արել, խի արել, ինչ արել, կլինի մի անգամ զարթնեք ձեր կյանքում ու համապատասխան ձեր պարտավորությունները կատարեք, չգիտեմ կլինի թե չի լինի, արդեն ունենք 300-ից ավել կտրված մի տարածքում ծառ, հսկայական ոչնչացված ջղայնացած է մահավոր անտառ, ու հերթական անգամ սխցնելու ենք գնա, թեև սրտեք ես արդեն մեր համար սիգնալ է լինելու, որպեսի կանգնացնենք այս ամեն ինչը։ Ես իմ ժողովուրդ ջան, եկեք հնարավորինս կոմենտեք, ձեր կարծիքը հայտնեք, հնարավորինս տարածեք, եկեք, չգիտեմ, անկեղծ արդեն մենակ քֆուր եմ ուզում տամ, ուզում եմ ելնեմ մի քանի հոգու ճակատից գյուլեմ, որովհետև իմ տեսանկյունից ես լավ գիտեմ ոնց է կատարվել այս ամեն ինչը։ Այս թուլեքը իրանց արածի համար պիտի պատասխան տան։